Хорошо, давайте продолжим рассмотрение 6 главы. Մենք մեր դիտարկումը շարունակենք 6-րդ գլխից И мы вчера рассмотрели, что автор, он описывает отступника и определяет его судьбу, представляя наглядную иллюстрацию. մենք երեք նայեցինք, որ հեղինակը նկարագրում է հավատից հեռացածին կամ այդ կեղծ հավատացյալին եւ պատկերավոր ձևով օրինակ է բերում, լուսաբանում է տալիս նրա կյանքի եւ նաեւ վախճանի վերաբերյալ։ Ну, практически, ну, мое личное мнение, исходя из этого текста, как вы уже знаете, речь идет о невозрожденном человеке. Եվ իմ անձնական կարծիքն է ըստ այս տեքստի, որ խոսքը այստեղ վերստին ծնված մարդու մասին չէ, Но который частично, скажем, стал частью жизни церкви, исповедовал, возможно, Иисуса Христа своими устами, но на самом деле не был այլ возрожденным. այլ անձնավորություն այն մարդկանց մասին, ովքեր մասնակիորեն դարձել են եկեղեցու կյանքի մի մասը, ինչ որ բաներ փորձառել են, բայց անկեղծ հավատի, անկեղծ դավանության չեն հասել։ И что мы точно знаем, он видел ясное провозглашение Евангелия и подтверждение его. Եվ նաև ինչ ենք հասկանում, որ նման մարդը հստակ տեսել է ավետարանի հռչակումը, որոշակի դրսևորումներ Ага. И, զորության։ и несмотря на все это, он отвергает и находится в состоянии, когда он в сердце распинает Христа и устами ругается Христу. Եվ դա այնպիսի մի վիճակ է, որ չնայած այդ տվյալ անձնավորությունը կամ անձնավորությունները նման բաները տեսել են, բայց միևնույնն է մերժում են ավետարանը եւ իրենց սրտում այնպիսի դիրք ունեն, որ Քրիստոսին իրենց սրտում խաչում են եւ նաեւ խայտարակում։ И вопрос часто задается, что означает невозможно обновлять. Եվ հաճախ հարց է առաջանում, ինչ է նշանակում անհնար է նորոգել։ Есть ли какой-то, ну, шанс на спасение? Արդյոք որևէ փրկության նշույլ կա։ И учитывая иллюстрацию, которую дальше автор предоставляет, мы понимаем, что речь идет о земле, которая никогда не приносит плод. Եվ շարունակելով կարդալ հեղինակի լուսաբանումը կամ բերած օրինակը, որը հողի մասին է եւ այն էլ այնպիսի հողի, որը որևէ պտուղ չի բերում։ И, мой взгляд, пока человек находится в таком состоянии, понятно, что ничего сделать невозможно. Եվ իմ կարծիքով, քանի դեռ մարդը գտնվում է նման վիճակում, անհնար է որևէ բան նրա հետ կատարվի։ Скажем так, гипотетически, может ли Бог открыть глаза такому человеку? Ну, конечно, он может. Հիմա այսպիսի հիպոթետիկ հարց, արդյոք կարող է Աստված նման մարդու աչքերը բացել։ Իհարկե կարող է։ Но, скажем так, практически, скажем так, все, что мог получить этот человек в качестве свидетельства, он уже получил, и ничего больше предложить мы не можем. Իսկ գործական առումով կարող ենք ասել փրկության համար անհրաժեշտ ամեն ինչը լսելու տեսանկյունից բացատրելու այս մարդը ամեն ինչ արդեն լսել է եւ դրանից ավելին այլևս
հնարավոր չէ առաջարկել։ И 9 стих является тем стихом, который показывает, что автор не думает, что его читатели находятся в таком положении. Եվ 9-րդ խոսքից հասկանում ենք, որ հեղինակը ասում է, որ ինքը չի կարծում, որ իր լսարանը այդպիսի վիճակի մեջ է։ И поэтому, начиная с 9 по 20 стихи, он показывает, каким образом они могут быть уверенными в своем спасении. Եվ 9-ից 20-րդ խոսքերում նա բացատրում է, թե ինչպես կարող են նրանք վստահ լինել իրենց փրկության վրա։ Поэтому это тоже практически такой отрывок, который помогает и нам сегодня проверить себя в действительности, ли я имею жизнь вечную. Եվ սա մի գործնական լավ հատված է, որը օգնում է մեզ ինքներս մեզ ստուգելու, տեսնելու, թե արդյոք մենք այդ փրկված վիճակում ենք մեր կյանքում։ Поэтому в этом тексте есть такие три теста, пройдя которые человек может быть уверен в своем спасении на библейском основании. Եվ այս հատվածում երեք, այսպես ասած, տեստ կա, որոնք անցնելով, որոնք ստուգելով մարդը կարող է վստահ լինել իր փրկության վրա ըստ Աստվածաշնչի։ Поэтому первые два стиха, 9 и 10, предоставляют нам первую такую проверку. 9-րդ եւ 10-րդ խոսքերը մեզ ներկայացնում են առաջին այդ տեստը կամ քննությունը։ В стихе 9 мы видим, что автор был свидетелем того, каким образом они проводили свою христианскую жизнь в прошлом. 9-րդ խոսքից հասկանում ենք, որ հեղինակն ասում է ինքը տեղյակ է կամ վկա է եղել, թե անցյալում այս մարդիկ իրենց քրիստոնեական ուղին ինչպես են անցել։ Он говорит, что вы держитесь спасения. В 10 стихе он говорит, что Бог не забыл дело ваше. 9-րդ խոսքում ասում է, որ դուք մնացել եք, հարատևել եք ձեր հավատի մեջ, մեզ մոտ լավագույն ուղու վրա եք, եւ 10-րդ խոսքում էլ խոսում է, որ նրանց գործերի մասին է խոսում։ Мы часто допускаем мысль о том, что когда Бог нам что-то не дает, значит, Он несправедлив. Մենք հաճախ այսպիսի մտքեր ունենում ենք, որ եթե Աստված մեզ ինչ-որ բան չի տալիս, ուրեմն ինքը անարդար է։ Это иногда можно видеть, да, среди детей. Кто-то что-то получил, а другой нет, и сразу реакция это нечестно. Երբեմն դա նկատում ենք երեխաների մոտ, ասենք մեկին մի բան տալիս են, այդ մյուսը միանգամից սկսում է վրդովել, որ դա արդար չի։ Но как вы будете реагировать на то, когда у вас заберут то, что вы имеете? Իսկ ինչպես կարձագանքեք դուք, եթե ձեր ունեցածը ձեր ձեռքից վերցնեն։ Но мы видим, что читатели, к которым обращается автор послания к евреям, приняли потерю с радостью. Բայց մենք հետո տեսնում ենք, որ հեղինակը ասում է, որ այս իր ընթերցողները իրենց ունեցածի կորուստը ուրախություն համարեցին։ Прочитайте 10 глава Ընթերցենք 10-րդ գլխի с 32 по 35 стихи. 32-ից 35-րդ խոսքերը։ Սակայն Թարգմանիչ։ հիշեցեք նախկին օրերը, երբ լուսավորվելուց հետո շատ մեծ չարչարանքների տոկացիք, մեր նախատինքների ու նեղությունների առարկա դառնալով եւ մեր այդպիսի վիճակներում եղողներին ընկերակցելով,
Քանի որ իմ կապանքների մեջ իմ նկատմամբ կարեկից եղաք ու ձեր ստացվածքի հափշտակություն ուրախությամբ ընդունեցիք, իմանալով, որ ավելի լավ եւ մնային հարստություն ունեք երկնքում։ Ուստի մի կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ հատուցում ունի։ Поэтому здесь мы видим, он ссылается на то, что через что эти верующие прошли в прошлом. Այստեղ նա հղում է կատարում այն բաներին, թե այդ հավատացյալները անցյալում ինչերով են անցել։ 32 стих говорит, выдержали великий подвиг страданий. Ասում է, որ դուք дիմացաք այդ տառապանքներին ու դա ձեզ համար սխրագործության նման է։ И некоторые, 33 стих, терпели поношение и скорби. Եվ 33-ում ասում է ձեզնից շատերը վիշտ ու կորուստ ունեցաք։ И не только сами страдали, но также принимали участие в страдании других. Եվ ոչ միայն ինքներդ տառապանք ու չարչարանք ունեցաք, այլ ուրիշներին մասնակից եղաք, նրանց չարչարվողների կողքին գտնվեցիք։ И также они принимали участие в страданиях и обстоятельствах автора. 34 стих. Եվ 34-րդ խոսքում էլ իրենք նաև այս հեղինակի չարչարանքներին մասնակից եղան։ И также мы видим, что они с радостью приняли расхищение их имения. Եվ նաև տեսնում ենք, որ իրենց ունեցվածքի հափշտակությունը ուրախությունով տարան։ И поэтому автор напоминает, что те ценности, которые вы потеряли, у вас есть больше ценностей на небе. Եվ հեղինակը հիշեցնում է, որ այն արժեքները, կարևոր բաները, որ դուք կորցրեցիք, դրանից լավագույնը կա երկնքում։ В 22 году у меня был интересный опыт с потерей ценностей. 22 թվականին այդպիսի արժեքավոր բաներ, արժեքներ կորցնելու մի փորձառություն ունեցա ես։ Поэтому, когда нашему дьякону был прилет, я не знал, как его утешать. Ձյակնու что? Дьякону был прилет, часть ракеты упала на его дом, квартиру. Ասում եմ մեր սարկավաքի տան վրա այդ հրթիռներից ինչ որ բան ընկել էր ու ես էլ չգիտեի իրան ինչ ձևով մխիթարեմ։ Ну, я, наверное, как друзья Иова, не знал, что сказать. Երևի ես այդ հոբի ընկերների նման է, այդ պահին չգիտեի ինչ ասեմ։ Единственное, что я придумал, это то, что не вся твоя мебель пропала, пианино, которое ты подарил дочери, она еще жива. Միակ բանը, որ կարող է ասել, որ դե ամբողջ կահույքդ չի, որ վնասվել է, այն դաշնամուրը, որ նվիրել է իր քո աղջկան, դեռ տեղում է։ Но потом через 4 дня к нам был прилет. Բայց մի 4 օր հետո մեզ վրա արկեր ընկան И пианино тоже поломалось. ու մեր դաշնամուրն էլ ջարդվեց։ Вот, и много чего другого. Но, Ու ուրիշ էլի շատ բաներ վնասվեցին։ но потом нам легче было ободрять друг друга. Ու հետո արդեն մեզ ավելի հեշտ էր մեկս մյուսին մխիթարելը, հաջալերելը։ И тоже, я думаю, через такой опыт понимаешь, что на самом деле тебе много не надо, и все равно ты эти вещи, которые Бог тебе дает в жизни, ты в рай не затащишь. Եվ նման փորձառություններից, վերապրումներից հետո հասկանում ես, որ կյանքում այդ շատ բաներ այդքան էլ քեզ պետք չեն եւ միևնույն է այդ նյութական ունեցվածքը քեզ այդ երկինք քարշ չես տալու։ Возвращаясь к тексту, мы видим, они имели проявление плода в своем следовании
за Христом в прошлом. Այսինքն մենք նորից վերադառնալով տեքստին հասկանում ենք, որ այս մարդիկ իրենց նախկին կյանքում այդ քրիստոնեական ընթացքում պտուղներ էին բերել В 10 стихе мы видим, что сам Бог был свидетелем их примерной жизни. Եվ 10-րդ խոսքում տեսնում ենք, որ հենց Աստված նրանց օրինակելի կյանքի վկան էր եղել։ И мы видим, что автор говорит про дело ваше и труд любви. Եվ տեսնում ենք, որ հեղինակը խոսում է ասելով ձեր գործերը եւ այն սերը, սիրո գործերը։ Павел также в 1 Фессалоникийцам 1:3 говорит, использует эту фразу «труд любви». Առաջին Թեսաղոնիկեցիների 3:1-ում Պողոսը նորից նույն ձևով սիրո գործեր արտահայտությունն է օգտագործում։ В Откровении 2 глава, первые 3 стиха. Հայտնություն երկրորդ գլխի առաջին 3 խոսքերում Христос обращается к Ефесской церкви, и во 2 стихе он говорит: «Знаю твои дела, и труд твой, и терпение твое». հեղինակը Եփեսոսի եկեղեցուն է դիմում ասելով գիտեմ քո սիրո գործերը, համբերությունը Поэтому что мы можем сделать, скажем так, какой вывод мы можем предварительно сделать? մենք նախնական ինչ եզրահանգման կարող ենք հիմա գալ Истинно верующий человек будет иметь свидетельство и плод в своей жизни в прошлом. ճշմարիտ եւ ճշմարիտ հավատ ունեցող մարդը կունենա իր այդ քրիստոնեական անցյալի վկայություն եւ պտուղներ И также этот плод будет виден в настоящем. եւ այդ պտուղը նաեւ տեսանելի կլինի ներկայում Конечно, нам следует понимать, что сами по себе дела — это не то основание, почему мы уверены в спасении. իհարկե հասկանալ որ հենց իրենցով այդ մեր գործերը դրանք մեր փրկության հավաստման հիմք չեն Мы не спасаемся на основании дел. մենք չենք փրկվում ըստ մեր գործերի Но дела, которые совершает верующий человек, բայց այն գործերը указывают, որ հավատացյալ մարդն է անում դրանք ցույց են տալիս указывает на верность нашему Господу, այն հավատարմությունը որ մենք ունենք մեր Տիրոջ հանդեպ и это результат нашей веры. եւ դա մեր հավատի արդյունքն է Поэтому формула спасения не вера плюс дела равно спасение. Փրկության բանաձևը սա չի, որ հավատ պլյուս գործեր հավասար է փրկություն։ Мы получаем оправдание по вере, и мы уже спасены. Մենք հավատով ենք արդարացում ստանում եւ արդեն իսկ փրկված ենք, Но с момента спасения должен быть плод нашей жизни. բայց փրկության պահից սկսած մեր կյանքում պետք է պտուղը լինի։ И, следовательно, если человек думает, что он христианин, он должен посмотреть назад и сейчас в своей жизни также видеть определенный плод. Հետևաբար, եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ինքը քրիստոնյա հավատացյալ է, ինքը պետք է նայի հետ եւ տեսնի, որ այնտեղ էլ հիմա էլ инքը պտուղ է բերում։ И 11-12 стихи нам говорят о второй такой проверке. Եվ 11-րդ 12-րդ խոսքերը երկրորդ տեսակի այդ
տեստը կամ քննությունն են բերում։ Э, э, И эта проверка заключается в сохранении плодоносной живой веры во Христа. Եվ սա խոսում է ը, պտղաբեր քրիստոնեական հավատ պահելու մասին։ Поэтому автор говорит, ваш плод был виден в прошлом, и Եվ поэтому հեղինակը продолжайте приносить плоды в настоящем до конца. Եվ հեղինակը ասում է ձեր բերած պտուղները անցյալում հայտնի են, ուստի հիմա էլ ներկայում էլ ու մինչև վերջ շարունակեք պտուղ բերել։ И в этих стихах он показывает, дает такие наставления, каким образом мы можем обеспечить этот плод в нашей жизни. Եվ այս հատվածում նա հորդոր է տալիս, թե ինչ ձևով կարելի է դա անել ու շարունակել պտղաբեր լինել մեր կյանքում։ В 11 стихе он говорит о том, что мы должны проявлять ревность до конца. Եվ 11-րդ խոսքում ասում է, որ մենք մինչև վերջ պետք է հութաջանություն ցուցաբերենք։ И, следовательно, нам не следует жить прошлым, нам нужно идти вперед. Ուստի ոչ թե մենք ը, պետք է ապրենք անցյալով, այլ պետք է շարունակենք առաջ շարժվել։ Ну, многие люди в мире, они живут, по сути, ну, живут тем, что они раньше делали, и думают, что этого достаточно. Շատ մարդիկ ապրում են նրանով, թե անցյալում ինչ են արել եւ կարծում են, թե դա բավարար է։ Человеку уже 60 лет, ну, и он до сих пор рассказывает вам о своих каких-то героических делах, когда ему было 20, и он служил в армии. Ասենք մարդը 60 տարեկան է եւ նա շարունակում է ձեզ պատմել 20 տարեկանում բանակում ծառայելիս իր կատարած հերոսական գործերի մասին։ Но возникает вопрос, а 40 лет остальных что происходило? Հետո հարց է ծագում, բա այդ մնացած 40 տարիներում ինչեր են եղել։ А, И поэтому, к сожалению, некоторые христиане думают, что, ну, аллилуйя, я спасенный, я 20 лет назад вышел вперед и сказал: Иисус, войди в мое сердце. Ցավոք շատ քրիստոնյաներ էսպես են ասում, որ ալելույա, ես 20 տարի առաջ դուրս եկա եւ Քրիստոսին ինձ Տեր դավանեցի։ И как твоя жизнь изменилась? Не Իսկ знаю. կյանքդ ո՞նց է փոխվել։ Չգիտեմ։ Поэтому автор говорит о том, что должно быть постоянство этого плода в жизни, в прошлом, в настоящем, и мы должны прилагать усилия дальше. Ոստի հեղինակն ասում է, որ պետք է հաստատուն լինի այդ պտուղ բերելը, այդ գործընթացը անցյալում, ներկայում, եւ մենք այդպես պտղաբերելով շարունակենք առաջ շարժվել։ Но Филиппийцам 1:6 говорит, что а, а, Бог, начавший нас доброе дело, будет продолжать его до дня Иисуса Христа. Ֆիլիպեցիների 1:6-ն ասում է, որ Աստված, որ բարի գործը մեր մեջ սկսել է, մինչև վերջ այն կկատարի։ И мы должны, скажем так, в этом процессе не занимать э, такую пассивную роль, мы должны активно прилагать усилия. Եվ այսպես ձևակերպենք, որ հիմա մեզ պետք չի ինչ որ пассив դիրք գրավենք, այլ մենք պետք է շարունակենք ջանքեր ներդնել։ Поэтому в процессе нашего спасения Ոստի մեր дальше, փրկության գործընթացում дальше филиппийцам 2, что там, 11-12, написано: со страхом и трепетом совершайте свое спасение.
Հենց նույն էլի Փիլիպեցիս գրքում 2:11-ին 11 եւ 12-րդ խոսքերում ասվում է, որ ահով եւ դողով գործեք ձեր փրկության համար։ И тут же Павел, он добавляет, чтобы мы, скажем так, правильно понимали, что происходит. Եվ նաեւ Պողոսը ավելացնում է, որ մենք ճիշտ հասկանանք, թե ինչ է կատարվում։ Это не то, что мы делами спасаемся, это то, что Бог производит в нас и желание, и действия по своему благоволению. Նույնպես չի, որ մենք գործերով ենք փրկվում, այլ Աստված է, որ մեր մեջ իրագործում է կամենալն ու կարենալը։ Поэтому единственное, если есть что доброе в нашей жизни, если есть какой плод, это то, что в конечном итоге Бог сделал через нас. Ուստի այդ միակ բարի բանը կամ ինչ որ պատուղը, որ մեր կյանքում կա, դարձյալ Աստված է, որ դա իրագործում է մեր միջոցով։ Но снова же мы активно участвуем в этом процессе. Բայց նորից ասենք, որ մենք ինքներս էլ ակտիվորեն մասնակիցն ենք այդ գործընթացին։ Поэтому первый такой совет, чтобы иметь плод в будущем, мы должны ревновать. И второй совет мы видим Вот в здесь, 12 да. стихе. Առաջին խորհուրդը, որ պտուղ բերելու համար մենք պետք է շարունակենք նախանձավոր լինել կամ փութաջան լինել, եւ երկրորդ խորհուրդը каком стихе второй 12. 12-ում, Чтобы вы не обленились. որպեսզի ասում է չծուլանաք։ Мы не должны снова сидеть сложа руки. Մենք չպետք է ձեռներս ծալած нստենք։ Это, это как похоже на человека, который посадил картошку и потом сидит возле поля и ждет. Դա նման կլինի այն մարդուն, որ ասենք կարտոֆիլ է ցանել ու հետո դաշտի կողքին նստել սպասում է։ Его спрашивают, чего ты ждешь? Он говорит, землетрясение. Հարցնում են, ինչի ես սպասում, ասում է երկրաշարժի։ Чтобы картошка сама с земли повыпрыгивала. Որպեսզի կարտոֆիլն ինքը այդ հողի տակից դուրս թռչի։ Ну, надо работать, да. Պետք է շարունակել նաև հետագայում գործել։ И второй совет, как нам дальше продолжать прилагать усилия и где найти силы, также в 12 стихе мы видим. Երկրորդ խորհուրդը, թե ինչպես շարունակել այդ գործերը, պտուղները բերել եւ որտեղից ուժ գտնել, էլի 12-ի մեջ ենք գտնում։ Это пример других. Դա ուրիշների օրինակն է։ Мы должны подражать тем, которые верой и долготерпением наследуют обетование. Մենք պետք է նմանվենք նրանց, ովքեր համբերությամբ իրենք շարունակում են իրենց ընթացքը, խոստումները ժառանգողներին նմանվենք, մենք նրանց նմանվենք։ Поэтому речь идет ну, о подражании, и мы должны понимать, что мы не должны заниматься слепым подражанием и попыткой быть внешне похожими на людей, которые следуют за Господом. Բայց այստեղ, երբ որ ասում են նմանվել, պետք է հասկանանք, որ դա չի նշանակում, որ մենք պետք է նրանց կուրորեն նմանվենք, կամ էլ փորձենք արտակնապես այդ հավատի ընթացքը կատարած օրինակներին նմանվենք, հենց միայն артакнապես։ Если мы так делаем, мы похожи, знаете, на комика-пародиста, который делает вид, что он выдает себя за кого-то. Այդպիսի դեպքում մենք նման կլինենք այն
նմանօրինակող կատակերգուի, որ ինչ որ մեկի կերպարին նա կրկնօրինակում է։ И поэтому, если мы просто копируем чьи-то действия, это приводит нас часто к законничеству. Ոստի երբ որ մենք հենց միայն կրկնօրինակում ենք կամ պատճենում ենք մեկ ուրիշի գործողությունները, դա մեզ օրինապաշտության է տանում։ Поэтому подражать вере не означает соблюдение традиций, но верность в стремлении угодить Господу. Ոստի նմանել նրանց հավատին կամ ընթացողներին նմանել չի նշանակում կրկնօրինակել նրանց արածները, այլ կրկնօրինակել Տիրոջ համար ընթանալու նրանց նախանձավորությանը։ Ну, когда мы говорим о детях, да, и сравниваем их характер, часто говорят, он там весь в своего отца. Օրինակ, երբ խոսում ենք երեխաների մասին, համեմատում նրանց բնավորությունը, ասելով, ասենք, լրիվ իր հայրն է։ Это же не означает, что сын, он точно совершает те же самые поступки, что и отец. Դա չի նշանակում, որ այդ երեխան հոր արած ամեն քայլը կրկնում է։ Речь идет о характере. Խոսքը այդտեղ բնավորության մասին է։ Поэтому подражать Иисусу Христу это не означает, не знаю, ездить в Египет, потому что когда Иисус был маленький, его туда повезли. Ասենք, երբ որ ասում ենք նմանվեր Քրիստոսի, դա չի նշանակում գնալ Եգիպտոս, որովհետև երբ որ նա մանուկ էր, նրան տարան Եգիպտոս։ Так. И третий тест с 13 по 20 стихи. Եվ երրորդ տեստը 13-ից 20-րդ խոսքում է։ Поэтому мы посмотрели, что должен был быть результат в прошлом. Մենք նայեցինք, որ պետք է անցյալում արդյունք լիներ, должен быть плод настоящим, и мы должны прилагать усилия приносить плод в течение всей нашей жизни. պետք է ներկայում պտուղ լինի եւ մենք պետք է ջանքեր ներդնենք, որպիսի շարունակենք պտուղներ բերել մեր ամբողջ կյանքում։ Но если первые две проверки, они сосредотачивают свое внимание на внешнем результате спасения, Եթե առաջին երկու այս քննությունները ուշադրություն էին դարձնում հավատի գործերի արտաքին դրսևորումներին, то третья проверка касается того, что происходит внутри. այս երրորդ քննությունը վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունենում ներսում։ Чтобы быть уверенным в спасении, нам нужно взирать на неизменную природу Бога и Его обещаний. Որպիսի վստահ լինել փրկության վրա, մենք պետք է շարունակենք մեր հայացքը սևեռած պահել Աստծո անփոփոխ էությանն ու նրա խոստումներին։ 13-15 стихи предоставляют нам пример Авраама, который имел веру, полностью полагаясь на Бога и Его обещания. 13-ից 15-րդ խոսքերում մենք ունենք Աբրահամի օրինակը, որ ինքը ամբողջովին ապավինում էր Աստծո տված խոստումներին։ Читая его жизни, мы видим, что Бог в Бытие 12 главе обещал ему землю, семя, благословение. Ծննդոց 12-ում կարդում ենք, որ Աստված նրան խոստացավ երկիր, սերունդ, օրհնություն։ В 15 главе мы видим, что Авраам поверил Богу, и Бог засчитал его веру за праведность. Եվ 15-րդ խոսքում 15-րդ գլխում կարդում ենք, որ Աբրահամը հավատաց Աստծուն եւ դա նրան իբրև արդարություն սեպվեց։ И мы видим, что Авраам ждал достаточно долго, пока Бог не исполнил обещание. Եվ գիտենք, որ Աբրահամը բավականաչափ երկար ժամանակ սպասեց, մինչև որ
Աստված իր խոստումը կատարեց։ И в Бытие 22 главе мы видим, что спустя 37 лет Бог испытывает его. Եվ Ծննդոց 22-րդ գլխում կարդում ենք, որ 37 տարի անց Աստված նրան փորձում է։ И поэтому после этого испытания в 22 главе 16-17 стихи Бог дает клятву. Եվ այդ փորձելուց հետո 22-րդ գլխի 16-ից 17-րդ խոսքերում տեսնում ենք, որ Աստված նրան երթում է տալիս։ И автор в 16-18 стихах поднимает вопрос, зачем же Бог клялся Аврааму? Հիմա այստեղ մեզ մոտ 16-ից 18-րդ խոսքերում հեղինակը այն հարցն է բարձրացնում, թե ինչու Աստված երթում տվեց։ Мы видим в 16 стихе утверждение общего принципа. 16-րդ խոսքում մենք տեսնում ենք ընդհանուր սկզբունքի հաստատումը։ Зачем люди клянутся? Они клянутся высшим, и клятва в удостоверении оканчивает всякий спор. Ինչու են մարդիկ երթում անում ավելի մեծով, որովհետև երբ որ երթում է արվում, դրա շնորհիվ ամեն հակառակություն դադարում է։ И 17-18 стихи говорят о том, что Бог применил это в жизни Авраама, этот принцип. Այո, հակառակությունը դադարում է եւ հավաստիացում է լինում եւ 17-ում կարդում ենք, որ Աստված այդ սկզբունքը կիրառեց Աբրահամի կյանքում։ И мы видим, что кроме обещания Бог дал Аврааму и клятву. Եվ մենք տեսնում ենք, որ խոստումից бացի Աստված Աբրահամին նաև երթում տվեց։ И эта клятва была дана не только Аврааму, но также и его наследникам. Եվ այդ երթումը արվեց ոչ միայն Աբրահամի համար, այլև нրա սերունդների։ Поэтому это не только, 17 стих, показать наследникам обетование непреложность твоей воли. Եվ 17-րդ խոսքում կարդում ենք կամենալով խոստման ժառանգույթներին ցույց տալ իր նպատակի ամփոփող լինելը։ Поэтому, это для нас, верующих. Սա մեր հավատացյալներիս համար է։ Бог хотел поклясться, заверить свое обещание. Աստված կամեցավ երթվել, որպեսզի հաստատեր իր խոստումը։ И мы видим, что 19-20 стихи говорят нам о результате подобной надежды. Եվ 19-20-րդ խոսքերում տեսնում ենք նման հույսի արդյունքները։ 18 стих говорит, что есть две вещи, в которых Богу невозможно солгать. 18-րդ խոսքն ասում է երկու բան կա, որոնցում հնարավոր չէ Աստծուն խաբել։ Что это за вещи? Չէ՞ որ Աստված սուտ խոսի, ինչերն են դրանք։ Անհնար է, որ Աստված սուտ խոսի։ Խոստումը եւ երթումը։ Обещание и клятва. Угу. Если Бог обещает, Он это сделает. Если Бог клянется, Он это сделает. Եթե Աստված խոստանում է, նա անում է, եթե Աստված երթում է, նա դա անում է։ И мы имеем такого прекрасного, неизменного Бога. Եվ մենք ունենք այդպիսի սքանչելի եւ անփոփոխ Աստված։ 19-20 стихи показывают, в чем заключается результат подобной надежды. 19-րդ եւ 20-րդ խոսքերը ցույց են տալիս, թե ինչպիսին է արդյունքը նման հույսի։
она превращается в твердую истину, на которую мы можем положиться в самые трудные времена нашей жизни. Դա վերածվում է մի հաստատուն ճշմարտության, որին կարող ենք ապավինել մեր կյանքի դժվարին պահերին։ Поэтому мы здесь видим вот эти слова твердый, непоколебимый, незыблемый. Այստեղ այդ խոսքերը տեսնում ենք, որը մեզ համար հաստատուն է եւ անշարժ մեզ Вот մոտ эти խարես է։ два слова в 19 стихе, безопасный и крепкий. 19-րդ խոսքում Պաստորեն ռուսերենում ասում է ամուր եւ անվտանգ ռուսերենում մեզ մոտ հաստատուն եւ անշարժ։ И говоря об этой надежде, автор теперь подводит читателя снова к той теме, которая является ключевой и занимает большую часть, скажем так, рассуждений автора в этой книге. Խոսելով այս հույսի մասին, այնուհետև հեղինակը անցնում է այն թեմային, որը բանալի թեմա է այս ամբողջ գրքի մեջ զգալի մաս զբաղեցնող։ Поэтому эта надежда, это как якорь, который заброшен туда, куда, скажем так, где требуется наша вера, и он цепляется за то, что мы пока еще не видим. Ուստի այդ հույսը նման է այն խարեսխին, որը գծվում է այն պահին, երբ որ մենք պետք է հավատով հաստատուն մնանք այն բանի առումով, որը դեռևս չենք տեսնում։ Но согласно 20 стиха, это находится за завесой, куда уже вошел Иисус Христос. Եվ համաձայն 20-րդ խոսքի դա գտնվում է վարակույրից ներս այն կողմում, ուր արդեն Հիսուսը մտավ։ И этот Иисус, он сделался первосвященником навсегда по рангу Мелхиседека. Եվ այդ Հիսուսը դարձավ քահանայապետ Մելքիսեդեկի կարգի հավիտենական ձևով։ Сколько у нас времени? Ժամանակը մեր 20 Еще 20 минут. Хорошо. Давайте поговорим о применении этого текста. Հիմա եկեք խոսենք այս տեքստի կիրառության մասին։ Как практически что это означает в контексте церковной жизни? Գործնականում եկեղեցական կյանքի համատեքստում սա ինչ է նշանակում։ Мы можем и должны увещевать верующих в том, что они должны иметь свидетельство того, как вера помогала им в прошлом. Մենք կարող ենք եւ պետք է հորդորենք հավատացյալներին, որ իրենց հավատի անցյալի վկայությունները ունենան։ Другими словами, смотря на прошлую твою жизнь, можно ли ее назвать плодоносной христианской жизнью? Այսինքն, այլ կերպ ասած, եթե նայենք քո անցյալ քրիստոնեական կյանքին, այդտեղ կարելի է համարել, որ հավատի պտուղներ կան։ И если нет, скажем так, свидетельства в прошлом, ну, это такой сигнал. Ու եթե չկան այդ պտուղները, անցյալի նման վկայությունը արդեն ինչ որ ազդանշան է։ Другой вопрос, видно ли то, что Бог трудится в вашей жизни сегодня? Հաջորդը, արդյոք
դա երևում է ձեր ներկա կյանքում, որ Աստված գործում է И, այսօր։ и практический вопрос, что первое вы делаете, когда оказываетесь в трудных обстоятельствах? Եվ գործնական հարց, երբ որ հայտնվում եք ծանր իրավիճակներում, առաջին բանը, որ անում եք, ինչն է դա։ И что первое происходит, когда трудности приходят в вашу жизнь? Երբ որ ձեր կյանքում դժվարություններ են գալիս, առաջին բանը, որ լինում է, ինչն է։ На кого вы полагаетесь? Ում վրա եք դուք հենվում, Или как решаете, скажем, эти вопросы? կամ ասենք այդ հարցերը ինչպես եք լուծում։ Мы уже говорили, что ошибкой будет думать, что наши дела вселяют в нас уверенность. Մենք արդեն խոսեցինք, որ սխալ կլինի մտածել, իբր այդ գործերն են, որ մեր մեջ վստահություն են բերում։ Скорее всего, нам следует смотреть на то, как Бог потрудился и продолжает трудиться в нашей жизни. Ավելի շուտ մենք պետք է նայենք, թե Աստված ինչպես է գործել եւ շարունակում է գործել մեր կյանքում։ И это предоставляет нам уверенность, что мы находимся в правильных взаимоотношениях с Богом. Եվ դա է մեզ տալիս վստահություն, որ հասկանանք գտնվում ենք Աստծո հետ ճիշտ հարաբերություններում։ Поэтому только человек, который, смотря на свою жизнь, прошлую, настоящую, и видит в ней свидетельство, что Бог трудился и продолжает трудиться, может с полной уверенностью полагаться на Бога и Его обетования. Եվ միայն մարդը, որ կարողանում է իր կյանքում տեսնել, թե ինչպես է Աստված անցյալում գործել եւ ներկայում է գործում, միայն այդ մարդը կարող է լիովին ապավինել եւ հենվել Աստծո խոստումներին։ Но если человек заявляет о том, что он верующий, но в своей жизни не находит плода, Բայց եթե он, մարդը հայտարարում է, որ հավատացյալ է, բայց իր կյանքում պտուղներ չկա, չի տեսնում, то он обманывает себя. այդ մարդը ինքն իրեն խաբում է։ И тогда, возможно, ты не та почва, которая приносит плод. Ուստի այդ դեպքում տվյալ մարդը գուցե եւ хենց այն հողը չէ, որ պտուղ է բերում։ Тогда вот это предупреждение в первой части главы, возможно, касается тебя. Այդ դեպքում այս գլխի առաջին մասում տրված զգուշացումները գուցե հենց քեզ են վերաբերում, եթե նման вичակում ես։ Поэтому этот отрывок должен ободрять нас искать общение с Богом и подражать вере тех, которые шли перед нами. Ուստի այս հատվածը պետք է մեզ քաջալերի, որ մենք շարունակենք Աստծու նմանվելը եւ հետևենք այդ օրինակով շարժվածների օրինակին։ И в конечном итоге мы взираем на Иисуса Христа, который перед нами вошел за эту завесу и сейчас является нашим первосвященником. Եվ վերջին հաշվով մեր հայացքը մենք հառում ենք Հիսուս Քրիստոսին, ով այդ վարակույրից ներս անցավ եւ հիմա հանդիսանում է հավիտենական քահանայապետը։ Но в церкви также могут быть и неверующие люди. Բայց եկեղեցում կարող է լինել նաև անհավատ մարդիկ։ Поэтому мы должны призывать их и спрашивать, нас, верующих, есть за что держаться, за что хватаетесь вы в своей жизни. Ուստի մենք պետք է նրանց կոչ անենք, նրանց հետ խոսենք, ասելով, որ մենք հավատացյալներս գիտենք, թե ինչից կամ ում կարճենք, իսկ դուք ինչից եք կարճած։ Снова
Не обманывайте себя, есть ли плод в вашей жизни. Եվ նորից ինքնախապեյությամբ մի զբաղվեք, կա արդյոք պտուղ ձեր կյանքում։ И мы должны говорить, что спасение это дар, но дары должны изменять нашу жизнь, не так ли? Եվ մենք նաև պետք է ասենք, որ այո, փրկությունը դա պարգև է, բայց այդ պարգևները նրա համար են, որպեսզի մեր կյանքը փոխեն։ Это 6 глава. Սա 6-րդ գլուխն էր։ Есть вопросы? Հարցեր կան։ Չկա։ Ես А у մի բան вас, Ես а у вас չունեմ։ в русском переводе есть это слово якорь Да, насчет надежды? У вас тоже есть, да? да. Хорошо. ինչ է ուզում հարցնել մի վարքյան։ Ահա։ Может, мы сейчас сделаем перерыв и потом начнем 7 главу. Երևի հիմա ընդմիջում վերցնենք, и առանց շպրիցի, да? Ну да. Имеете в виду? Հա։ Հիմա վերցնենք, ասենք ինչքան ընդմիջումն է, մեր ժամից մի քիչ шут գանք։ Ու 7-ը սկսենք։ Брат Вячеслав, это занавеска, который говорит здесь. Говорится об занавеске. Это просто иллюстрация сделает или кое-что означает? Հարցնում այդ վարակույրը օրինակ է, թե ինչ որ բան նշանակում է։ Это кое-что означает. Դա, այո, ինչ որ բան նշանակում է։ Ну, дальше автор будет говорить и сравнивать священство Иисуса Христа и священство согласно закону Моисеева. Այո, հետագայում հեղինակը խոսելու է Հիսուս Քրիստոսի քահանայության եւ Մովսեսական օրենքի օրերում քահանայության համեմատության մասին։ И он будет показывать, что это устройство поклонения, скиния, священники, жертвы, это все носит временный характер, и это только тень, которая указывает на действительность, которая находится на небе. Եվ նա շարունակելու է խոսել, որ այդ հին կտակարանի խորանը, զոհասեղանը, այդ ամեն ինչը ընդհանրապես ժամանակավոր է եւ շուքն է այն ամենի, ինչ որ իրականում կա երկնքում։ Поэтому дальше, даже не начиная, он уже начал говорить про Иисуса Христа как первосвященника, но сделал, скажем так, паузу, потому что они не могли слушать. Եվ ասենք, որ մենք արդեն խոսեցինք, որ հեղինակը խոսել էր Հիսուս Քրիստոսի քահանայապետության մասին, արդեն սկսել էր այդ զրույցը, բայց մի տեսակ կարծես դադար էր տվել այդ թեմայով խոսելը, որովհետև լսարանը չէր կարողանա այն ժամանակ լսել։ Но дальше 7-10 главы является вот этим длинным таким рассуждением, которое должно было убедить читателей, что им не стоит возвращаться назад к системе поклонения иудаизма. Եվ հետագա 7-ից 10-րդ գլուխներում ավելի մանրամասն քննարկումներ են գնում, որոնք այն հավաստումն են եւ կարծես հորդորը ընթերցողների համար, որ իրենք հանկարծ չվերադառնան հուդայիզմի մեջ ընդունված նախկին այդ ամբողջ համակարգին։ И нужно понять, что эти верующие, ну, скажем, оказались в очень таком трудном положении. Եվ պետք է հասկանալ, որ այդ հավատացյալները հայտնվել էին շատ ծանր վիճակում։ Ну, потому что когда, скажем так, язычник слышит Евангелие, Որտեւ այսպես ասենք, երբ որ ասենք հեթանոսը լսում է ավետարանը, и он, скажем, религиозный и приверженец какой-то языческой религии,
ու ենթադրենք ինքը ինչ որ կրոնավոր է, ինչ որ հեթանոսական կրոնի հետևորդ է, то понятно, что он должен оставить этих ложных богов, последовать за истинным Богом. հասկանալի է, որ այդ մարդը պիտի թողնի այդ կեղծ աստվածներին եւ հետևի ճշմարիտ Աստծուն։ Он должен оставить языческое поклонение и поклоняться согласно Писанию. Նա պետք է թողնի այդ հեթանոսական պաշտամունքը եւ սկսի երկրպագություն անել ըստ աստվածաշնչյան գրվածքի։ Но тут мы имеем дело с людьми, которые являются обладателями не человеческой религии, но теми, кто получил Божье откровение и Божье установление относительно поклонения в прошлом. Բայց մեր դեպքում մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ոչ թե մարդկային ինչ որ կրոնի հետևորդներ են, այլ նրանք արդեն ստացել են Աստծո հայտնությունը եւ արդեն անցյալում նրա ամբողջ Աստծո ամբողջ այդ համակարգը И поэтому иногда это, знаете, такая борьба, как у автомобилиста, ну, который ездит, я не знаю, какая у вас машина, запорожцы у вас есть, да? Սա նման է մեքենա վարողի, որը ձեզ մոտ կա հիմա Զապարոժոց։ Не կա մեր մոտ։ Есть, но не Մալը։ не работают. Они уже не работают. Дети там играют внутри. Я понял. Ասում եմ երեխաներն են մեջը խաղում այդ մեքենաների։ Ну, ну, скажем так, сейчас машина, которая, ну, не очень, скажем так, надежная, но часто люди ее используют. Որ մեքենան է ձեզ մոտ, որ ասենք այդքան էլ հուսալի չի, բայց մարդիկ տակավին այդ մեքենաներից վարում են, օգտագործում են։ Ասենք Mazda. Mazda? Գազելները չեն։ Okay. Mazda. Mazda։ Ну, пускай Mazda. Լավ, Mazda-ն վերցնենք։ Ну, представьте себе водителя, который ездит на старой Мазде уже 25 лет. Պատկերացրեք մի վարորդի, որ հին այդպիսի մի Mazda-ով 25 տարի արդեն վարում է И он так ее любит. եւ այնքան շատ է սիրում։ Она ломается через день, но он знает каждый болтик в этой машине. Ասենք ամեն օր ինչ որ մի բան քանդվում է, բայց այդ մարդը ամենեն շուրուp մուրուպի տեղը գիտի И так много историй связано с этой машиной. եւ այդ մեքենայի հետ այնքան շատ պատմություններ կան կապված И ему, ну, ему больше ничего как бы не надо. ում է մարդուն ուրիշ էլ ոչ մի բան պետք չի Но приходит его друг и говорит, там Мерседес привезли. Գալիս է նրա ընկերը մեկ էլ ասում է այնտեղ Mercedes են բերել Но и поэтому у него есть, скажем, зачем мне Мерседес? Я привык ходить в старой этой обуви. Եվ այս մարդը կարծես ասում է իմ ինչին է պետք այդ Mercedes-ը ես սովոր եմ այսպես ասած այս հին կոշիկներով գնալ Зачем мне что-то новое? Я Ինչի тут սա все պետք знаю. ինչ որ նոր բան է ես այստեղ այս ամեն ինչը лав գիտեմ А если этот Мерседес сломается, то я там не знаю, что буду делать. Я не знаю, как Եթե ее чинить.
Եթե հանկարծ այդ Mercedes-ը փչանա, ես դրանից բան չեմ հասկանում, ես չգիտեմ դա ինչպես եմ վերանորոգելու։ И поэтому часть в собрании евреев, они уверовали в Иисуса Христа, начались трудности, и они думают, не, старое было лучше. Ոստի մեր դեպքում այս հավատացյալները, որ արդեն եկել էին Քրիստոսին էին հավատացել, մեկ էլ դժվարությունը գալիս է, ու իրանք ասում են, այն հինը մենք լավ գիտեինք։ Надо просто вернуться к этой старой системе. Այն հին համակարգին վերադառնանք։ И все будет хорошо, как в старые добрые времена. Եվ ամեն ինչ այն հին բարի լավ օրերի նման կլինի։ И поэтому автор начинает сравнивать две системы и говорит, вам не нужно возвращаться. Ոստի հեղինակը սկսում է համեմատել այդ երկու համակարգերը եւ նրանց ասում, որ ձեզ պետք չէ այնտեղ վերադառնալ։ Христос гораздо лучше. Քրիստոսը զգալիորեն ավելի լավն է։ Что, делаем перерыв 20 минут? Ընդմիջում հա 20 րոպե։ Хорошо. Тогда